Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 5-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ու շագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ներպետական թեմաներից վերջում էլ կանրադառնամ, ուղղակի սկզբնական շրջանը մի հարցին անդրադառնամ, նոր անցնենք։ Այ որ անընդհատ խոսում են նորից 7 տարվա հեղափոխությունից հետո տեսեք, թեկուզ Գյումրիում միտեղ ստացվեց այնպես, որ նախկինները հետ եկան, Քոչարյանը իր մարդուն դրեց, Սերժ Սարգսյանը եւ այլ, իրանք որոշում կայացրեցին այսինչ խայտառակությունը, որ խայտառակությունը այդ գիտենք, բայց արդյոք մեր երկրում հեղափոխություն ա եղել։ Այդ դա է պատճառը, որ այսօր մենք այսօր ինենք, որ մարդկանց խաբելով, որ իրականում հեղափոխություն են կարել։ Ինչ հեղափոխության մասին է խոսքը։ Ընդհանրապես իշխանությունը մեկից անցել է մյուսին։ Այդ ինչ որակական փոփոխություն ա եղել։ Այդ ինչ արժե համակարգային փոփոխություն ա եղել։ Կացութաձև ա փոխվել, ինչ ա փոխվել, որ հեղափոխություն ա եղել։ Ամբողջը արժե զրկվեց հեղափոխություն գաղափարը ամբողջությամբ։ Մի հատ օրինակ բերեմ ու դրանով սահմանափակվենք այսօր, հետո էլի կանրադառնանք։ Մտածեք, այս իշխանությունը առավոտից երեկո ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սահմանադրությունը կեղծել են։ Պետք է սահմանադրություն ընդունենք, որը լինի լեգիտիմ։ Իհարկե համոզիչ չէր, որովհետև գիտեին, որ այդ ոչ լեգիտիմ սահմանադրությամբ ինքը պաշտոնավարում է եւ սահմանադրական կարգը պահելու համար մի հատ զորք է հանում ժողովրդի վրա։ Այդ գիտեք, հարցը դա չի, բայց Ալիևի ասածը պետք է կատարեր, ուզում էր դա գցեր նրա վրա, որ լեգիտիմ սահմանադրություն ա պետք, բայց մենակ դա չէ ասում։ 7 տարի ասում են, ժողովուրդ ջան, իմացեք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լեգիտիմ չեն։ Կեղծել են ընտրությունները եւ դարել են նախագահ։ Հիմա հարցը սա է։ Լավ, նախագահ աշխատել են 10 տարի, փաստաթղթեր են ստորագրել, հրամանագրեր են ստորագրել, չես դնելու առ ոչինչ հայտարարես դա։ Այնա եթե ընթացքում ցանկացած հրամանագիր կամ օրենք կարող ես փոխել, ինչ մի խնդիր կա, որ նույնիսկ եթե լեգիտիմ լինի, թե լեգիտիմ չլինի, այսինքն այդտեղ խնդիրը դա չի, այդտեղ խնդիր չկա, նախկինում աշխատել են, գնացել են, հասկացանք, բայց ուրիշ հարց ունենք, չէ՞։ Բայց Ռոբերտ Քոչարյանը, երբ որ եկավ կեղծ տեղեկանքով դարձավ նախագահ, այդ այնպես չի, որ ասի ոստիկանությունը տեղեկանքը տվել, ասկի չեմ էլ կարդացել։ Դու դիմում ես, տեղեկանքը տալիս են քեզ քո դիմումի հիման վրա։ Դու ներկայացնում ես կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ի սկզբանե դու դիմել ես ապօրինի բանի համար, որովհետև դու գրանցված չես եղել Երևանում։ Դու աշխատել ես եւ գրանցված ես եղել Ստեփանակերտում։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ ասես հայցային վաղեմության պատճառով քրեական գործ չենք կարող հարուցել, դնենք դա մի կողմ, մենք քրեականի մասին չենք խոսում, բայց մարդը կեղծ տեղեկանքով դարձել է նախագահ։ Բացի դրանից, երբ որ 2023 թվականին մենք իմացանք, որ արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն, մինչև այդ մենք իմացել ենք խորհրդային միության անձնագիրը հանձնել են, Հայաստանի անձնագիր են վերցրել։ Հայաստանի անձնագիրը ավտոմատ կերպով նշանակում է Հայաստանի քաղաքացիություն։ Բայց 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասեց ժողովուրդ հիմիկվանից իմացեք դուք քաղաքացի չեք, ուզում եք դիմեք, դառեք, այլ ասեց դուք չեք եղել քաղաքացի, որովհետև ոնց կարող եք քաղաքացի լինեիք, եթե սա ընդամենը ճամփորդական փաստաթուղթ է։ Դնենք մի կողմ իրավական առումով դրա խոցելի կողմերը, բայց իրանց ասածն եմ ասում, այս հեղափոխականների ասածն եմ ասում։ Այսինքն կեղծ տեղեկանքով, որ Հայաստանում գրանցված է, եւ ճամփորդական փաստաթղթով դարձել է Հայաստանի նախագահ։ Դնում եմ ընտրության կեղծիքը, դնում եմ մի կողմ, որը կարելի է ապացուցել կամ չէ, վիճահարույց է։ Մի բանը հաստատ է, չէ՞։ Որ այդ ճամփորդական փաստաթղթով ոնց կարող մարդը Հայաստանի քաղաքացի ընտրել, գնա Հայաստանի քաղաքացի չի եղել եւ մշտապես չի բնակվել Հայաստանում։ Հիմա եթե այդ մարդը ապօրինի ընտրվել է, այդ ընթացքում հիմա դու արդեն հեղափոխություն ես արել, այդ մարդը ինչ գործ ունի պետության կողմից տրված կեցավայրում ապրելու։ Պարզ մի հատ բան։ Երկրի ղեկավարին, նախագահին նրա սոցիալական երաշխիք է տրված եւ անվտանգության երաշխիք է տրված, որ մարդը հանգիստ աշխատի, իմանա, որ պաշտոնը հանձնելուց հետո սոցիալական խնդիր չի ունենալու, անվտանգության խնդիր չի ունենալու։ Կեցավայրն է տրվում, մեքենան տրվում է, աշխատասենյակ, բան այնտեղ գրասենյակ է տրվում, անվտանգության աշխատողներ եւ այլ մի ամբողջ ծախս բյուջեի հաշվին, հարկատուների հաշվին, ապագայի համար մինչև կյանքի վերջ։
Այն որ անցյալում աշխատելա կփոխես թե չէ, դա հասկացանք, բայց եթե հեղափոխություն է եղել, դու ինչի՞ չես մի հատ վերանայում, որ այն մարդը, որը հանձնարարություն է տվել, դեմ դիմաց դնել Երևան քաղաքի փողոցում մարդկանց գնդակահարել, այն մարդը, որ 2004 թվականին, այն ժամանակ էլ 2008-ին հոյեն չէր, որ ինքը հեռացող նախագահ էր, Սերժ Սարգսյանն էր վարչապետ։ Երկուսն էլ մեղավոր են, դրա մասին չի խոսքը։ 2004-ին էլ են երկուսը մեղավոր, որովհետև Սերժ Սարգսյանի պաշտոնն էլ գիտեք, որ ինքը ասում է մենք թույլ չենք տա ոտնձգություն գերագույն գլխավոր հրամանատարի վրա։ Բայց 2004 թվականի ապրիլի 12-ին ժողովուրդը հավաքված էին, պատգամավորները ցանկանում էին գնային ազգային ժողով, կատարեին սահմանադրական դատարանի որոշում կայացնեին, վստահության հանրակրվեին, եւ այդ մարդկանց վրա հանեց զորք։ Այդ ժամանակ նաեւ զորք բերվեց Արցախից։ Հայաստանի սահմանը հատել եկել են, ստեղ հատուկ տեղ կենտրոնական հավաքակայանում իրանց պահում էին, այդ մարդկանց բերել ես, որ ազգային ժողովի պատգամավորին գործի գնալու ճանապարհին ջարդեն։ Հիմա այդ մարդուն ինչի՞ է սոցիալական երաշխիք տվել ու անվտանգություն։ Ինչի՞ չես վերանայում։ Չկարողացար դատես հանցագործության համար, որովհետև չկարողացաք ապացուցեք, որ նախագահը իր պաշտոնավարման ժամանակ ենթադրենք օգտվում էր անձեռնմխելիությունից, բայց այդ օրենքը ինչի՞ չեք փոխում։ Եթե մեկին դու տվել ես ազգային հերոս, տվել ես գեներալի կոչում, ինչ որ ժամանակ հետո այդ մարդը հիմա վայելում է իր թոշակը, բայց ինչ որ ժամանակ հետո բացահայտվում է, որ ասենք ենթադրենք 10 տարի առաջ ինքը հանցագործություն է կատարել։ Հիմա չի կատարել 10 տարի, բայց հենց դու դա բացահայտում ես, ասում ես մի րոպե, ոնց կարա այս հանցագործը լինի ազգային հերոս եւ այս հանցագործը լինի գեներալ, կոչումները վերցնում ես։ Հիմա եթե օրենքում բաց կա, այդ բացը վերանայեք։ Բայց եթե դու դա չեք անում, այդ դեպքում հարց է ծագում, դուք ապահովում եք Ռոբերտ Քոչարյանի սոցիալական երաշխիքը եւ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության երաշխիքը, այսինքն դուք նրան լեգիտիմ եք ճանաչում, բայց ինչ հեղափոխությունից եք խոսում։ Ցարական Ռուսաստանը, որ հեղափոխություն է եղել, մի ծայրահեղություն է եղել, որ Նիկոլայ II-ի ընտանիքին դրել են գնդակահարել են։ Իհարկե ծայրահեղություն է, դրա մասին չի խոսքը։ Բայց մյուս ծայրահեղությունը չէ լինի, Նիկոլայ II-ին թոշակ նշանակեին։ Կեցավայր տային, անվտանգության աշխատող տային, գրասենյակ տային եւ ապահովեին նրա բոլոր ծախսերը։ Զավեշտա, չէ՞։ Հեղափոխություն է սարել։ Երբ որ փախավ Մոհամմադ Ռեզա Փեխլևին, հեղափոխություն արեցին։ Մարդիկ լծվեցին 1979 թվականի նոյեմբերի 4-ին դեսպանատուն Ամերիկայի, ասի տվեք, որ դատենք։ Այդ մարդը հիվանդ էր, քաղցկեղ ուներ, արդեն մեռնելու վրա էր։ Կարող է չհավատային էլ ասեն, խափում են, կարող է քաղցկեղ չունի։ Եսին գնացել է Ամերիկա։ Ամերիկայի դեսպանատանը մարդկանց պատանդ վերցրեցին, ստիպված ամերիկացիք հասկացան, որ դա խնդիր է, թողեց Մոհամմադ Ռեզա Փեխլևին Ամերիկայից դուրս եկավ, մինչև եկավ հասավ Եգիպտոս, մի քանի ամիս հետո մահացավ Եգիպտոսում, ընդեղ էլ թաղեցին։ Եթե գիտեին, որ նա մահամերձ է, իհարկե ծայրահեղություն էր, բայց չնայած նա այնքան վատ բաներ արել իր նաև հատուկ ծառայության ոստիկանական սավակով, որ այսինքն նրան կարային մտածեին, որ իրան մահապատիժ հասնում է, բայց եթե արդեն մի քանի ամսից մեռնելու էր, կարելի էր մեծահոգի լիներ, համարենք դա ծայրահեղություն է, բայց մյուս ծայրահեղությունը չէր լինի, Մոհամմադ Ռեզա Փեխլևին թոշակ նշանակեին, գրասենյակ տային ու կեցավայր տային եւ նրա անվտանգությունը պահեին, հանկարծ մեկը ճանճը չտզար նրա տան կողքով։ Ծիծաղելի է, չէ՞։ Նիկոլայ Չաուշեսկուին դրեցին գնդակահարեցին, իհարկե ծայրահեղություն էր, մանավանդ կնոջ հետ միասին։ Բայց ծայրահեղություն չէր լինի, որ նրան թոշակ տային, մեքենա տային, կեցավայր տային եւ նրա անվտանգությունը պահեին։ Նշանակում է ժողովուրդ ջան, այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը ապահովում է Քոչարյանի համար։ Հատուկ հարցը նա չի ասեն մի քանի օբյեկտ բռնագանձել են, դա ինչի է հետևից է կնգել, չէ, այդ մի քանի օբյեկտը ուրիշ է, սա որակի խնդիր է։ Դու ճանաչում ես այդ իշխանությունը, որպեսզի վաղն էլ քո ձեռից չխլեն, որպեսզի վաղն էլ քո անվտանգությունը ապահովեն։ Դու Քոչարյանի ու Սերժի գործընկերն ես, դու ժողովրդի գործընկերը չես։ Հեղափոխական իշխանությունը այդպես չի վարվում։ Ես ուղղակի դա ասեցի, որպեսզի պատկերացնեք։ Իսկ դրա համար շատ հանգիստ կարելի էր հանել եւ ցույց տալ, ասել ժողովուրդ ջան, էս է վիճակը։ Իսկ եթե դուք դա չեք անում,
Դրա համար էլ դուք մտածում եք, եթե հանկարծ իշխանությունը փոխվի, ավելի լավ է Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին անցնի, որովհետև դուք միլիարդների անուն տվել եք, որ ձեռքերից վերցնեք, հետո ասել եք չենք կարում, բայց դրանից հետո պրոցես է եղել, ինչ որ գույք եք գրել, որը սկի մի տոկոսը չեն միլիարդների ասած, որը որ գրել եք, դա էլ կամաց պետք է վերցնեք իբր թե, բայց եթե իրանք հաղթեն էլ ոնց վերցնեք, բայց այդ ընթացքում ճանաչում եք նրանց անվտանգությունն ու սոցիալական երաշխիք։ Այնպես չի, որ նրանք մնացել են այդ գումարին, պարզ է, որ այդ գումարի հարցը չի, բայց նա է, որ հեղափոխական իշխանությունը տեր է կանգնում։ Մարդիկ օդանավակայանից գալիս են, վարորդը ասում է, այս տարածքով էլ որ մտնում ես, քաղաք մտնելու ճանապարհին, տարածքը որ մտնում ես, գնում ես Քոչարյանի կեցավայր։ Մարդը պարզ հարց է տալիս, ասում է, կարանք մտնենք մի հատ նայենք, հետաքրքիր ինչ ես խոսում, անվտանգությունը նենց է պահում, չես էլ կարա մոտենաս։ Այդ նույն մարդը չի զարմանում, ասում է ոնց։ Այսինքն դուք մի երկրում այդ մարդուն համարում եք, որ դրել մարդկանց գնդակը հարել է, եւ այդ մարդու անվտանգությունն ապահովում եք, այո, դուք ապահովում եք, որտեղ ձեր գործընկերը Քոչարյանն է։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ դրա համար, եթե Նիկոլ Փաշինյանն իմանա իշխանությունը կորցնում է, ինպես մարդկանց չի հանցնի, Քոչարյանն ու Սերժին կհանցնի, որովհետև նրանց հետ ինքը բան ունի պայմանավորված, ինպես մարդկանց հետ պայմանավորվածություն հերիք չունի, չի էլ կարա պայմանավորվի։ Այդ ուղղակի ձեզ համար ինֆորմացիայի համար։ Հիմա տեսնենք աշխարհում ինչա կատարում։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ, իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը։ Ես հարցնում եմ, ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհից, թե աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից։ Որն է ճշմարտությունը։ Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, եւ ողջ մարդկությունը կարձագանքի, ասել է Մադուրոն։ Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը բարեբախտաբար կախված չէ ԱՄՆ-ից եւ կառույցում է իր ճանապարհը հաղթահարելով արտաքին դժվարությունները։ Պատկերացնում եք Վենեսուելան խելքա սովորացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Լա դու պատկերացեք ինչ օրենք ընկե, ոչ թե իրանք, այլ մենք բոլորը ամբողջ աշխարհը։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը Սքոթ Բեսենթը հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի վարչակազմի սահմանված մաքսատուրքերից Միացյալ Նահանգների եկամուտները կարող են կազմել տարեկան 300-ից 600 միլիարդ դոլար։ Դա եկամտի զգալի աղբյուր է, նշել է նախարարը։ Եթե նախարարը ելներ կոնսերվատորիայի ջութակի բաժնի ավագ ջութակահար, ես կարայի հասկանամ։ Բայց սա ասում է ֆինանսների նախարարը, ժողովուրդ, Ամերիկայի նախ 300-ից 600 միլիարդ արտահայտությունը այս չափի բոտավորությամբ, դա նշանակում է, որ ոչ մի ստույգ հաշվարկ չկա։ Պարզ է, ստույգ իրոք հաշվել դժվար է, բայց եթե 300-ից 600-ը կրկնակի տարբերությամբ է դիապազոնը, դա նշանակում է, որ ընդհանրապես այդ ուղղությամբ ոչինչ արված չի։ Տրամպը որոշել է ու Տրամպը արել է։ Եթե դու նույնիսկ մաքսատուրք դնելով 300-ից 600 միլիարդ փող հավաքեցիր, ինչի բյուջեի մուտքերը մենակ մաքսատուրքից, բա տնտեսության ռեցեսիայի վտանգը չկա, բա մասնագետները իրանք չեն ճղում, որ ասում են քու տնտեսությունը արդեն անկում է ապրելու, աճի տեմպը դադարելու է, դու խնդիր ես ունենալու, հնատ նվազելու է, դու նայ մի հատ ֆոնդային բորսայում 2 օրվա ընթացքում 7 տրիլիոնի անկում է գրանցվել, էլի դա կործանարար չի, բայց տենդենսը այնպիսին է, որ դեմը չես կարողանում առնես, չի կարող է անկում լներ, հետո բարձրանար, բայց երբ որ դու գիտես, որ այդ խնդիրը ինչին է տանում, դա չի կարող բարձրանա, եւ խոսել են մասին, որ տեսեք, Դոնալդ Տրամպը պրոտեկցիոնիզմի քաղաքականություն է կիրառում, մեղմ ժպիտ է առաջացնում, ժողովուրդ ջան, գիտեք ինչի համար, որովհետև նախ, երբ որ դու մաքսատուրք կիրառում ես, քո դեմ են կիրառում, արտահանման հերն անիծում ես ամենապարզ ձևով ասած։ Արտահանողները անմիջապես շուրջ չեն գալու ներքին տնտեսության համար ապրանք արտադրեն, որովհետև նրանք մասնագիտացած են կոնկրետ բան արտադրեն արտահանման համար։ Լրացուցիչ ծախսեր չեն անելու ներքին շուկայի համար։ Նրանք ովքեր անգամ ներքին շուկայի
Ամերիկայի համար են աշխատում, որ պրոտեկցիոնիզմի քաղաքականություն է կիրառել, որ նրանք ներքին շուկայում ավելի շատ արտադրեն, ինչքան ռեսուրսը կների արտադրական կարողությունները այդքան կարտադրեն, ավել ծախս չեն անի նոր սարքավորում ձեռք բերելու, որտեղ չգիտեն այդ մաքսատուրքը ինչքան կլինի, իմաստ ունի այդ նոր ծախսերը անել, թե ոչ, որտեղ կարող է վաղնել Դոնալդ Տրամպը մաքսատուրքերը անի, դրա վրա հեռանկարային ծախսեր չեն անում, այսինքն Ամերիկայի տնտեսությունը չի կարող հարված չուտել եւ չի կարող դա ֆինանսների նախարարը չիմանա, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը խփեց ամբողջ աշխարհին, թեպետ Ամերիկայից սկսվեց, պանդեմիան կորոնավիրուսը Չինաստանից ասցին սկսվեց, խփեց ամբողջ աշխարհի տնտեսությանը, այո, բոլորին խփեց, բայց այս մաքսային պատերազմը, այս առևտրային պատերազմը ամենամեծ հարվածը չնայած ասում են փոքր երկրներին է հասցնելու, ամենամեծ հարվածը հասցնելու է Միացյալ Նահանգներին, ինչու Միացյալ Նահանգներին, որովհետև նույնիսկ եթե վաղը մաքսատուրքը հանես, այդ երկրները, որոնք Ամերիկայից ապրանք էին առնում, լեղապատար նորից չեն սկսելու առնել, իրանք արդեն իրանք Ամերիկայի ստիպելով իրանք պրոտեկցիոնիզմի քաղաքականություն են վարելու իրանք նույնիսկ մաքսատուրքը հանած Ամերիկայի ապրանքից հրաժարվելու համար, որովհետև մարդիկ ասում են պանդեմիան հասկացանք արհավիրք էր, ֆինանսական ճգնաժամն էլ հասկացանք արհավիրք էր, բայց այս արհավիրքը դու ես մոլորակի գլխին բերում, նրանք չեն կարա չնեղանան, եթե նեղացան իրանք շուկան փակելու են, իրանք շուկան գնորդը չի առնելու է, ոչ թե իրանք մաքսատուրքով են շուկան փակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ի պատասխան Պեկինի կողմից բոլոր ամերիկյան ապրանքների համար 34% մաքսատուրքերի հայտարարել է. Չինաստանը սխալ քայլ է արել, խուճապի է մատնվել, միակ բանը, որ չեն կարող իրենց թույլ տալ։ Հետաքրքիրը նա է, Ամերիկայի Միացյալ Նահանգները 34% մաքսատուրք սահմանել Չինաստանի վրա, Չինաստանը անմիջապես ասել է, սա սխալ է, 34% էլ Չինաստանը սահմանել է հակառակ ուղղությամբ։ Հիմա Ամերիկայի նախագահն ասում է, իրանք խուճապի են մատնվել, ինձ հետաքրքիր է Ամերիկայի դրած 34% մաքսատուրքը խրոխտ մաքսատուրք է, իսկ կոնտր մաքսատուրքը, որը Չինաստանն է դնում, վախվորած, այդ 34%-ն ու 34%-ը նույն թիվը չի, բա ի՞նչն է դրա վախվորածը, այսինքն արդարացնելու ինչ-որ մի հատ բան ասա, ես դրա համար եմ ասում, սա խնդիրը ամբողջ աշխարհի համար շատ ցավալիորեն, ես կարծում եմ, որ կգա ինչ-որ մի բան, որ կհասկանա սա ինչ կատարվեց, բայց եթե Ամերիկան դրանից հրաժարվեց, միևնույնն է, Ամերիկայի հրաժարվելու ցանկությունը արդեն բոլորի մոտ մեծանալու է, իսկ դա խնդիր է, մենք ուզում ենք Ամերիկան լինի հզոր եւ ուզում ենք Ամերիկան իր բարձունքի վրա լինի, էլի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, ֆրանսիացի զինվորականներն առաջիններից են, որ կտեղակայվեն Ուկրաինայում, երբ եւ ինչ քանակով չեմ կարող ասել, բայց նման պայմանավորվածություններ ունենք Ուկրաինայում օտարերկրյա զորակազմի տեղակայման շուրջ բանակցությունները կշարունակվեն եւս մեկ ամիս։ Շատ այլ երկրներ ցանկանում են զորք ուղարկել Ուկրաինա, ասել է Զելենսկին։ Հիմա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է դառնալ Եվրոպայի ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում խաղաղություն կնքելու շուրջ բանակցություններում։ Մակրոնին նման քայլի է մղել կամավորների կոալիցիան, գիտեք, այն պետությունները, որոնք կամավոր համաձայնվել են Ուկրաինային աջակցել, անգամ հանրահայտության դեպքում զորքել ուղարկել, ու դրա պարտադիր չի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լինեն կամ պարտադիր չի Եվրամիության, որտեղ երկրներ կան ոչ Եվրամիության անդամ են, ոչ ՆԱՏՕ-ի։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահին, ապա նա պատրաստակամություն հայտնեց ստանձնել ղեկավար դերը, երբ ժամանակը գա։ Այսինքն այս նոր որակի դերակատարությունը ստանձնելը Մակրոնի կողմից շատ կարևոր է, որովհետև բարեկամ երկիր է Հայաստանի համար։ Այդ պարագայում մենք շատ կարևորում ենք եւ այնուամենայնիվ այս հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարության այսպիսի փոփոխությունը հաստատ աշխարհի շահերից չի բխում, քաղաքակիրթ աշխարհի շահերից չի բխում, մենք ցանկանայինք եւ Եվրոպան եւ Ամերիկան միասնական լինեն, այլ ոչ թե Եվրոպան ստանձնի այդ նախաձեռնությունը եւ հավաքական արևմուտքը միասնական լինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ցավոք Ամերիկայի Միացյալ Նահանգները անդառնալի հարված է հասցնում հենց իր հեղինակությանն ու կշռին։ Մի հատ ուղղակի օրինակ բերեմ, որ պատկերացնեք, որ անընդհատ այդ մասին խոսում ենք։ Հիմա տեսեք, ինչ տեղի ունեցավ, Սադամ Հուսեյնը մտավ Քուվեյթ։ Ինչ տեղի ունեցավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո ստեղծվեցին կոալիցիոն ուժ ստեղծվեց եւ ինչ արեցին, մտան Քուվեյթ, մտան Իրաք եւ ջախջախեցին Սադամ Հուսեյնին։
Քուվեյթը գրավել էր 100,000-ավոր զինվոր, մինչև 800,000։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասեց գնում ենք հաղթենք, անմիջապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան ասին մեծ աղբեր, մենք քո կողքին ենք, ոնց կարող է պատահի դու գնաս կռիվ, մենք քո հետ չգանք։ Եվ եկան, եւ կռվեցին կոալիցիոն ուժերի կազմերի մեջ էին։ Եվ ինչ տեղ ունեցավ հունվարի 17-ից 91 թվականի մինչև փետրվարի 28 դրեցին եւ ջախջախեցին Սադամ Հուսեյնին։ Հիմա հարց է ծագում։ Դուք պատկերացնում եք, եթե այդ ժամանակ Ջորջ Բուշ ավագը չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Այն Ջորջ Բուշ ավագը, որի օրոք 91 թվականին Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այն Ջորջ Բուշ ավագը, որը Ռոնալդ Ռեյգանի օրոք փոխնախագահ էր եւ միակ փոխնախագահն էր, որը անմիջապես նախագահից հետո փոխնախագահ է ընտրվել, որովհետեւ այնքան մեծ էր Ռեյգանի հեղինակությունը, որ նա դրանից հետո ընտրվեց եւ հանրապետականները 3 ժամկետ ստացվեց, որ պաշտոնավարեցին, որովհետեւ նախագահը Ջորջ Բուշ ավագն էր։ Իսկ դուք պատկերացրեք, ամերիկան զորքը վերցրեց, մտավ ու ջարդեց։ Իսկ հիմա դուք մտովի պատկերացրեք, որ դա Դոնալդ Տրամփն էր Ամերիկայի նախագահ։ Հանրապետականները ոչ թե Ջորջ Բուշ ավագին էին ընտրել, այլ Դոնալդ Տրամփին էին ընտրել։ Ինչ պետք է ասեր։ Ես ուզում եմ պատերազմը դադարեցնեմ, որովհետև մարդիկ են զոհվում։ Այո, պետքա Ուկրաինան զիջի։ Տվյալ դեպքում Քուվեյթը, որովհետև Քուվեյթը ոչ մի խաղաքարտ հաղթաթուղթ չունի։ Բոլոր հաղթաթղթերը գտնվում են Իրաքի ձեռքում։ Սադամը ուժեղ տղա է, ես իրան շատ եմ հավանում։ Այո, եւ մեկ էլ, ինչի պետք է ամերիկացի հարկատուն փող վճարի։ Հիմա մենք հաշվել ենք, տեսել ենք, որ Քուվեյթում հանածոներ կան եւ հրավիրում է իր մոտ Քուվեյթի էմիր Ջաբեր III-ին, Ալ-Սաբախին, եւ սկսում են հարցակվել վրան եւ ասում են դու պետք է զիջես եւ հանածոները պետք է տաս 5 անգամ ավել, ինչի պետք է մեր հարկատուն դրանից տուժի։ Եվ դուք պատկերացնում եք, ասենք, այդ վիճակը դուք հիմա զավեշտ եք, չէ՞ պատկերացնում։ Բայց դա պես այդ կատարվում է, չէ՞ ժողովուրդ ջան։ Այն դեպքում, երբ որ Քուվեյթը ամբողջությամբ գրավել էր Իրաքը, իսկ տարբերությունները, որ պատկերացնեք Ռուսաստան, Ուկրաինա եւ Քուվեյթն էր 435,000 քառակուսի կիլոմետր Իրաքն է, 17,800 քառակուսի կիլոմետր Քուվեյթը։ 91 թվականին Իրաքի բնակչությունը 17.8 միլիոն էր, Իրաքին ու Քուվեյթինը 1,300,000 էր։ Այս էլ ուղղակի պատկերացնեք չափի տարբերությունը, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հարգում են եւ վախենում էին։ Այո, այդ վախի մեջ էլ հարգանք կար։ Ասում են խելոք պայեք, թե չէ ամերիկան հերներդ կանիցի։ Այսօր Ամերիկային ոչ հարգում են, ոչ էլ վախենում։ Այ ես կարող եմ հետամնացեմ, ես այն Ամերիկան եմ ուզում, որ մենք հպարտությամբ նայել ենք, թե այդ Ամերիկան ոնց է տեղը դրել չար մարդկանց, չարագործներին եւ օկուպանտներին, եւ նրա հեղինակությունը այդպեսին է։ Խորհրդային Միությունն էր այդ ժամանակ, բայց մենք հպարտանում էինք Ամերիկայի արած քայլով։ Եվ մեկ է երկրորդ պատերազմի ժամանակ իրաքյան պետքա շուրգային ամերիկացիները տեսնեին, որ նրանց կողքը կռվում էր ուկրաինական զորքը։ Ուկրաինացիներն ոչ թե խաղաղապահ առաքելություն, դա հետո է եղել 2003-ից 11 թիվ պատերազմը տևել է Իրաքում, երկրորդ պատերազմը Սադամին գցելուց հետո բան դա շարունակվեց ահագին։ Այսինքն այդ մի քանի տարի է Ուկրաինան եղել, այս խաղաղապահ առաքելության մասը մենակ չեմ ասում, զուտ պատերազմական գործողություններին մասնակցելը։ Բաշուր եկա կողքները այդ ուկրաինացիներին չտեսակ, որ ասել են ոնց Ամերիկան գնում է կռվի, մենք իր թիկունքին կանգնած ենք։ Բայց այդ ժամանակ Պուտինը հայտարարեց, это большая политическая ошибка, մեծ քաղաքական սխալ էր եւ պետք է աշխարհը դատապարտեր Ամերիկային, բայց այդ ժամանակ Ամերիկայի զինվորի կողքը ուկրաինացի զինվորը կանգնած կռվում է ժողովուրդ ջան։ Այ այդ Ամերիկան եմ ուզում, որը աշխարհին տվել եք, հիմա աշխարհը ձեզանից դա է պահանջում։ Ասում է այդ նույնը դուք ինքներդ տարեք, այն ինչ որ մեզ եք ասել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է. Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքի ներքո։ Այսինքն էս էլ երեկվա պատասխանին, որ Դոնալդ Տրամփն ասեց, այնուամենայնիվ իրանք ուղիղ մեր հետ պետք է բանակցեն, իրանք տենց են ուզում, ասում են չենք ուզում, ուղիղ չենք բանակցելու։ Միջնորդավորված խնդրեմ, ուղիղ կբանակցենք, եթե սպառնալիքները դուրս գա։ Իսկ մի բան էլ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ
Ջեյքոբսը Բաքվում հայտարարել էր, այս մի երկու օր մի քանի օր առաջ հայտարարել, բայց մեր մոտ նենց էր տարածվել, տեսեք նենց բան են ասել, դրանից հետո հիմա տեսեք մեր գործերը ոնց է լավ գնալու, ամերիկան տերականն է եւ այլն։ Ժորժ ջան, այս ողջավորությունն ինչի համար է։ Մի հատ կարդամ ինչա, որ ես նույնիսկ այդ մի երկու օր չանադարձել դրան, ասի ավելի կարևոր բաներ կան, որտեղ այդքան չկարևորեցի։ Բայց այս ողջավորությունը, որ տեսա, չէ, ստիպված եմ անդրադառնալ։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ։ Նախագահ Թրամփ անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանը եւ վավերացմանը, քանի որ կայունությունն ու խաղաղությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը։ Մենք բարձր ենք գնահատում այս համարձակ քայլը։ Կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությունների ցիկլին եւ անվտանգություն ու բարգավաճում կբերի հարավային Կովկասին, հավելել է Ջեյքոբսը։ Հիմա խնդիրը ստե ինչին է վերաբերում։ Դոնալդ Տրամփը անհամբերությամբ սպասում է։ Բավը Դոնալդ Տրամփը անհամբերությամբ սպասում է, մեր մոտ էլ տենց ոգևորվել են։ Ադրբեջանը ո՞նց է համբերատար մերժում Տրամփի ասածը։ Ինչ որ մի բան չեք զգում, որ այն չի։ Բայց նույն օրը նա ասում է, նույն օրը անմիջապես Ալիևն անդրադառնում է։ Ասում է Ֆրանսիան աջակցում է հայկական դիրքորոշմանը, որը ձգտում է խաղաղության պայմանագիրը ստորագրել առանց սահմանադրության փոփոխությունների, հնարավորություն թողնելով ապագա տարածքային պահանջների համար, նշել է Ալիևը։ Այդ նույն օրն է նշել, բայց չնկատեցիք, որ հերիք Ֆրանսիային մեղադրում է, պահանջը շարունակում է, որ Հայաստանը սահմանադրությունը փոխի, իսկ Հայաստանը սահմանադրությունը 2 տարի հետո է փոխելու։ Բա որտեղ մնաց Տրամփի անհամբերությունը։ Կարող է մի բան այն չի։ Այսինքն Ալիևը այդքան կա, որ Տրամփի խոսքից թռնում է, հա։ Եթե թռնում է, ուրեմն մի բան իրոք են չի, չէ՞։ Որ մենք անհանգիստ ենք, որ այդ ասածը, որ անհամբերությամբ, բայց եւ միևնույն ժամանակ Ադրբեջան, Իսրայել, Ամերիկա կապը մենք չենք մոռացել, բա ամենօրեն չենք դրա մասին խոսում, եթե դրա մեջ վտանգ չկա։ Ամենօրեն չենք Իրանի պատասխանի մասին խոսում, եթե դրա մեջ մեզ համար վտանգ չկա, որ գլուխները խառը լինի, առիթից օգտվեն եւ մեկ էլ հարձակվեն։ Առավելևս մեր իշխանություններն էլ պետք է ասեն, դե տեսակ այդքան ասեցինք, չլսեցիք, հիմա ուժով մտան, բա որ ասում ենք համաձայնվեք խաղաղությանը, մեր վրա են գցելու, մենք գիտենք, չէ՞։ Իսկ հիմա այդ ոնց հալնում, որ այդ խաղաղության հետ կապված անհամբեր սպասում է Դոնալդ Տրամփը, բայց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացնում նվիրված Երևանի սադրանքների։ Այսինքն Երևանն է սադրանքը անում, ոչ թե իրանք։ Նախարարը խնդիրներ է դրել բարձրացնել Հայաստանի հետ սահմանային ստորաբաժանումների պատրաստությունը, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի կողմից կանոնավոր կրակոցները եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքների փորձերը։ Ցանկացած սադրանքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստակամության վերաբերյալ եւ ընդգծել է մարտական հերթապահություն կազմակերպելի զգոնության բարձրացման կարեւորությունը։ Այսինքն մեր վրա արդեն դրեց, որ մենք կանոնավոր կրակում ենք, մեր վրա արդեն դրեց, որ անօդաչու թռչող սարքերով իրանց տարածքի վրա ենք գնում։ Մերոնք պարբերաբար հերքում են, բայց հարցը դա չի, որ մերոնք հերքում են։ Հարցը կայանում է նրանում, որ հերքում եք հասկացանք, բայց արդյունքում նրանք մեր վրա փաստ են հավաքում։ Իսկ հենց որ նրանք դա անում են, մեր իշխանություններն ասում են հիմք են ստեղծում էսկալացիայի։ Դե այդ նույնը մենք ենք ասում, բայց իշխանական լծակը մեր ձեռը չի։ Բայց իշխանական լծակը ձեր ձեռն է, որ էսկալացիայի հիմք է ստեղծում։ Ամերիկայի այդ հայտարարությունն էլ լսեցինք։ Ֆրանսիայինն էլ ենք տեսնում, շատ բաներ ենք տեսնում, բայց միևնույնն է, մենք տեսնում ենք, չէ՞ որ մեր դեմ հատուկ նպատակային ստեղծում են, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Իսկ Հայաստանը չի կարողանում ապացուցի, որ ուզում է։ Ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը ասի, մենք խաղաղություն ենք ուզում, մեր սահմանադրության մեջ նպանը չկա պահանջատիրություն, ում ես ասում, մեզ պետք չի համոզել։ Մենք համոզված ենք, դու իրանց համոզի, դու իրանց հետ ես բանակցում։ Դու ասում ես Ժորժ ջան, չեք ուզում խաղաղության գնանք, հարևանների հետ խաղաղ գոյակցության հմտությունն է կարևոր։ Այսինքն ինքը այս երկրի ամենահմուտն է, էլի, ու այնքան հմուտ է, որ ինչ անում է, ոչ մի բան չի անցնում, զիջումների գնում ես, որից հետո նորից իրանք հատուկ հիմա զորքը բերում են մարտական պատրաստվածության մեղադրում Հայաստանին։ Չենք ուզում մի հատ հասկանանք, բա մենք դրա դեմը համարժեքին չենք անում։ Առավելևս որ տեսնում ենք աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար
Միխայել Գալուզինը հայտարարել է, սա իհարկե առաջի դեպքը չէ նույն բանը հայտարարում է, բառացի նույն բանը, ուղղակի մի փոքր փոփոխության բա ասել, դրա համար այդ փոքր փոփոխության համար արժե դրան անդրադառնալ։ Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միավորումներում, ինչպես ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունն է։ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ տիրում է գավազանի կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան բյուրոկրատների կողմից թելադրված իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին։ Այսինքն ինքը ուզում է նպատակային ցույց տա, որ Եվրամիությանը միանալը հակառուսական նարատիվներին դες միանում, այսինքն արդեն շանտաժի հաջորդ փուլն է։ Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացահայտվեն հայ հասարակությանը, որպեսզի այն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում, ասել է Գալուզինը։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Եվրամիությունը ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորումը, իսկ Եվրամիությունում գործում է գավազանի կարգապահությունը։ Հիմա հասկանանք ստախոսության գիտաֆանտաստիկ աշխանը։ Նախ ԵԱՏՄ-ն ստեղծվելուց առաջ Հայաստանը մաքսային միության անդամ էր դառել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ամբողջ ընթացքում բանակցությունները վարեցին ԵԱՏՄ ստեղծվելու, որի արդյունքում Հայաստանին մի մտածածին պատճառով չդարձավ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ին ԵԱՏՄ հիմնադիր անդամ, որպեսզի ԵԱՏՄ հիմնադիր անդամ դառնա Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Հայաստանը միացել է հունվարի 2-ին։ Այդ ինչ էր տեղի ունեցել, որ դուք չէիք կարող հունվարի 2-ից հիմնադրեիք, որ Հայաստանն էլ լիներ հիմնադիր։ Այլ ձեզ պետք էր հատուկ ցույց տալ, որ Հայաստան դու ընդհանրապես եկել ես միացել ես, դու հիմնադիր լինել չես կարող, քու կշիռը այդքան չի։ Մի հատ այդ հարցի պատասխանը չեք ուզում իմանանք։ Մի հատ չեք ուզում իմանալ, որ անգամ այդ ժամանակ ասում էին, քանի որ դու հիմնադիր չես, մեկ ամբողջական ձայն չես կարող ունենալ մյուսներին հավասարազոր հիմնադիրների։ Բա Եվրամիության հետ կապված ինչ կապ ունի դու երբ ես անդամ դառել կամ ով է հիմնադիր։ Դառել ես անդամ իրավազոր պետություն ես։ Եվրամիության մեջ նույնիսկ կա Հունգարիայի պես պետություն, Սլովակիայի պես պետություն, որ բոլորին դեմ է գնում եւ օգնում է Ռուսաստանին։ Այդ որի դիկտատուրան է կարողանում ճնշի։ Այն դեպքում, երբ որ լկտի ձևով դեմ է գնում համաեվրոպական քաղաքականությանը, որ այդքան իրավունք չպետք է ունենա։ Այդ որ դիկտատուրայի մասին է խոսում Գալուզինը, չի նայել ինչա։ Եվրոպայում ով է դիկտատորը։ Այսինքն Բրյուսելի բյուրոկրատները կարող են որոշում կայացնել բոլորի հետ կապված, բոլորի անունից նրանք է սուսուփուս կատարեն, Բրյուսելի չինովնիկները, հա։ Բայց իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված մոռացել եք, որ Հայաստանի նախագահն ասում էր, եթե չմտնենք ԵԱՏՄ, անվտանգության խնդիր կունենանք, Ռուսաստանը մեզանից կնեղանա։ Մոռացել եք, որ Ռուսաստանը ճնշում գործադրեց, ասեց խելքներդ գլուխներդ հավաքեք։ Անենց էին վախացել Սերժ Սարգսյանին, պամպերսով գնաց մաքսային միությանը միանալը ստորագրեց։ Ռուսները անգամ խնդիր չէին դրել, որ դու արի մաքսային միություն մտի։ Ասում էին ընդամենը ասոցիացիան համաձայնագիր է մի ստորագրի։ Այդքանը մի ստորագրի, մեր հետ որպես գործընկեր աշխատի, այսինքն միջանցքում եղի, ԵԱՏՄ-ի հետ էլ, Եվրամիության հետ էլ միջանցքից երկուսի հետ էլ նորմալ աշխատի, դա շատ նորմալ էր Հայաստանի համար, բայց անենց էին վախացրել լեզուն կուլեր գնացել, որ ինքը վախից գնաց միանգամից ԵԱՏՄ անդամ դարձավ։ Մաքսային միության անդամ դառավ ու պետք չի ասել մենք ամիսներով բանակցում էինք հետները մի գիշերում չի կատարվել մի գիշերում չէր կատարվել բա ի՞նչ է նշանակում Եվրամիության հետ պայմանավորվել էր որ նոյեմբերին ստորագրել Վիլնյուսում 2013-ի ես սեպտեմբեր ամսին դու ուզում ես ասես որ դու ամիսներով բանակ այսինքն դու Ենգնաշճանի ստախոս էիք որ 4 տարի հետները բանակցում էիք թաքուն էլ բանակցում էիք մյուսների հետ այսինքն դուք եք խոստովանում որ դա նշանակում է դուք նորմալ գործընկեր չեք, որ միանգամից նրա հետ բանակցել եք, ամբողջական փաստաթուղթը պատրաստ էր ստորագրելու, մնում էր Վիլնյուսում ստորագրել, պարզվում է դուք զուգահեռ նրանց հետ եք աշխատել, հա։ Մի հատ էլ, բայց դեռ ոչ մի փաստաթուղթ չկար, ուղղակի գնացել եք ստորագրել եք միանա, ինչ մաքսային միությանը, ինչ պետք է նախապատրաստական փաստաթուղթ ունենայիք։ Այս է վիճակը, ժողովուրդ ջան,
Եվ դուք այսօր խոսում եք նրա մասին, որ ԵԱՏՄ-ում հավասարազորեն, իսկ Եվրամիությունում ոչ։ Մի բան էլ ուղղակի կարդամ, եթե ժամանակս ներում է, ուղղակի Facebook-ը հիշացրեց 2014 թվականի այս օրերի, որտեղ շատ ուղղակի առնչվում է, դրա համար եմ ուզում դրա հետ կապված ասեմ։ Դուք էլ մեր դեսպանին կերեք։ Վերնագիրը այսպես է, ուրեմն դեռ մի քանի օր առաջ մեր իշխանավորները հորթի հրճվանքով հավաստիացնում էին, որ եւ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասն են ստորագրելու եւ Ղրիմի հանրաքվեի արդյունքների օրինական ճանաչելու։ Մի քանի օր առաջ այդ թեմային միջազգ անդրադարձել էի հենց դա։ Իսկ այն ինչ կատարվեց արդեն ստիպեց Բաղրամյան 26-ի երիտասարդ ու խոստումնալից քաղտեխնոլոգներին հիմնավորումներ գտնել այս փակուղային վիճակն արդարացնելու համար։ Գտան միանգամից երկուսը։ Առաջին, մենք որ թատրոն ունեինք ազգային սնափառության կոնցեպտի հետևորդներին անմիջապես ասպարեզ նետեցին, որոնք սկսեցին անգամ ուկրաինացիների դեն հոխորտալ, թե թող իրենց շատ չզարմացնեն, մոտարապես այս ոճով, որ եթե բյուզանդական կայսր Վասիլ II հայ չլիներ ու չպահանջեր, որ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչը քրիստոնեություն ընդուներ, հիմա նրանք դեռ հեթանոս կլինեին, եկել մեզ են բան սովորեցնում, այսինքն վիրավորվել էին, թե ինչի պետք է մենք Ուկրաինային պաշտպանենք, Ուկրաինան էլ մեզ չի պաշտպանել, ով դառան իրանք։ Եվ սկսում է սրանց ակտիվ պարզաբանումները, թե մեր երկրի համար կարևոր քվեարկությունների ժամանակ Ուկրաինան մի քանի անգամ մեզ դեմ է քվեարկել, ուստի մենք էլ համարժեք ձևով պատասխանել ենք, բայց մոռանում են նշել, որ մենք միայն Ուկրաինային չենք դեմ քվեարկել, այլ արևմուտքի դիրքորոշմանն ամբողջությամբ, Ղրիմի հետ կապված, որ պաշտպանեցինք։ Ու եթե ցանկանում էին ներշնչել, որ դեռ շանսեր ունենք արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու, ապա այս քայլով դրանք հոդս ցնդեցին։ Եվ պետք չէ այս քվեարկության հետևանքները փորձել պարփակել Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունների սահմաններում, երբ արդեն պարզ է, որ նոր իրավիճակում մեզ նետված մարտահրավերները դառնալու են սպառնալիքներ։ Հետո ասում եք Եվրոպան մեզ ինչի չպաշտպանեց, որովհետև դուք օկուպանտին պաշտպանեցիք, որը գնաց գրավեց Ղրիմը։ Սա է բացատրում 14 թվին։ Ասում եք ժողովուրդ, բայց ոնց կատարվեց 20 թվին սենց։ Բա սենց կատարվեց, չտեսակ ոնց կատարվեց։ Այն, որ մեր արտաքին քաղաքականությունը Սերժ Սարգսյանի օրոք անհավանական անկում է գրանցել, մեկ անգամ չէ, որ դրան անդրադարձել եմ, բայց որ դա կիչեցվեր քաղաքակիրթ աշխարհից մեկուսանալը Ուկրաինային համարժեք պատասխանելով կոմպենսացնելու մակարդակի, անգամ ինձ համար էր անսպասելի։ Սա ստիպում է ինձ հիշել մի վաղուց մոռացված պատմություն։ Ժամանակին աֆրիկյան պետություններից մեկում կերել էին Միացյալ Թագավորության դեսպանին։ Դե գիտեք, կանիբալիզմով հայտնի էին իրանք, մանավանդ մեծ հարգանքի նշաներ ուտելը։ Ինչից հետո բրիտանացիները վրդովված խզել էին դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ։ Իսկ աֆրիկացիներն ուղղակի տարակուսել էին նման կոշտ արձագանքից, թե ինչ կարիք կար նման ռադիկալ քայլի։ Դուք էլ մեր դեսպանին կերեք ու դրանով համարենք դիվանագիտական կոնֆլիկտը հարթված։ Ես հասկանում եմ, որ մեր գործընկերն արդեն Զիմբաբվեր է, բայց չէի պատկերացնի, որ մեր դիվանագիտությունը կառաջնորդվի իրար դեսպան ուտելու սկզբունքով։ Հավանաբար դա է պատճառը, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը մինչև ՄԱԿ-ի քվեարկություններ լքե Երևանը, դե արդեն մեզանից ամեն ինչ սպասելի է։ Ուշադրություն դարձրեք, 14 թվականին եմ ասել, ուկրաինական պատերազմից հետո 20 թվականին, որ այս թեմաներից խոսում էին, ասում են ինչի ես Ուկրաինային պաշտպանում, ձեր ցավը տանեմ, Հայաստանին էի պաշտպանում, Ուկրաինային չէի պաշտպանում, 14 թվականին ում պիտի պաշտպանեի։ Ես ասում եմ, այս Ուկրաինայի դեմ դուրս գալով դուք հավաքական արևմուտքի դեմ դուրս եկաք, պատասխանը ստանալու եք։ Ինչ ուզում եք ասեք, բայց լավ մասնագետին տվածը կորած չի։ Այսպես մտածեցին Բաղրամյան 26-ում ու իրենց ենթակայության տակ գործող լրատվամիջոցների օգնությամբ շրջանառության մեջ դրեցին երկրորդ գյուտը։ Պարզում է, երբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի սեղանին դրեցին նկարներ, որոնք ապացուցում էին, որ տարածաշրջանի ամենաբարոյալքված, պարտված ու կոռուպցիայի մեջ թաղված ադրբեջանական վախկոտ բանակը մոտենում է մեր սահմանին, Սերժ Սարգսյանին այլևս ոչինչ չէր մնում, քան լեղապատառ համաձայնվել Ռուսաստանի պահանջին ու ՄԱԿ-ում քվեարկել նրա օգտին։ Այլապես Ադրբեջանի դեմ պատերազմում չէինք ստանա Ռուսաստանի աջակցությունը։ Տղեկ, մեղք ենք էլի, երկրի համար ոչ մի բան չեք անում, հասկացանք, բայց գոնե մի դրական բան արեք, թողեք մեր մահով մեռնենք էլի, այս հիմարություններով մեզ մի սպանեք։
Ժողովուրդ ջան, սա եղել է 14 թվականին, այս օրերին։ Սա եղել է այն ժամանակ, երբ որ ասում ենք, բա ոնց այն ինչ որ արվել է այս իշխանությունը, ամեն օր ենք խոսում դրա մասին։ Այս իշխանության արածը արդարացում չունի, բայց այս իշխանությունը չպետք է արդարանա նախկինների արածներով, թե դուք սխալ եք արել։ Նախկիններն էլ իրանց արածը սրբագրեր այս իշխանության արածներով։ Նախկիններ, երբ որ ասում եք մեր օրոք Արցախ ունեինք, ասում ենք ձեր օրոք Արցախը հանձնում էիք, դանդաղ գործողության ռումբը դրել էիք տակը Արցախի, որը որ ժամանակը դրած էր պայթեց հետո։ Այո, կարող է Նիկոլ Փաշինյանը իրավիճակը փոխել, ուրիշ բաներ անել։ Կարող է շատ բան ուրիշ ձևի գնար։ Կարող է իսկապես այս սխալները չարվել ու պատերազմել չլիներ։ Բայց այն ինչ որ արդեն արվել էր, այն վտանգը, այն վնասը, որ տրվել էր Արցախին ու Հայաստանին, դա անդառնալի վնաս էր հասցված։ Ու եթե ասում եք, բա ում մտքով կանցներ, ասում եք 14 թվականին մեր մտքով անցել է, ուղղակի սև ցուցակի մեջ էինք, շատերը մեր ասածը չէին լսում, ժողովուրդ ջան։ Դրա համար շատ դեպքեր եմ ասում, բա ինչի չէիք ասում էինք, բայց ուղղակի ավելի մեծ ծավալ եւ գոնե բարեբախտաբար հիմա YouTube-յան ալիքը կա, սև ցուցակներով մեզ չեն կարող կաշկանդել, բայց դա էլ շատ մեծ լսարան չի ունենում, որովհետեւ դրա համար պետք է մենք էլ աշխատանք տանենք, որ շատ մարդիկ իմանան ինչ է ասում։ Սա էլ ամերիկյան կազմակերպությունն է, մերոնց ձեռքը մի քիչ կարճ է, հա, մանր-մունր վնասներ տալիս են, բայց գոնե գիտենք կարողանում ենք մեր խոսքը հանրությանը հասցնենք։ Այսինքն բայց հիշացնում ենք ինչի համար, Facebook-ն էլ հիշացնում է, շատ բաներ ես էլ եմ մոռացածելում, որ սա է պատճառը, որ մենք այսօրին ենք եղել։ Այնպես որ այդ ամեն ինչը մենք պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք, որովհետև ցանկացած այս նոր արհավիրք, որը որ սպասում է մեր տարածաշրջանում, ցանկացած նոր զարգացումներ, մենք պետք է դրան պատրաստել ենք ու շատ դեպքում մարդիկ ասում են, մեզանից ինչ է կախված։ Այն է կախված, որ նույնիսկ վատ արդյունքով, որ Գյումրում ընտրություն եղավ, ամեն դեպքում ժողովրդից էր կախված, ժողովուրդը գնաց ընտրություն կատարեց։ Այո, շատ վատ էր, որ այլ ընտրանք չկար, շատ վատ էր, որ երկու շատ վատ տարբերակներից ընտրվեց մի հատ շատ վատ տարբերակը։ Բայց մենք ինչ ենք ասում, որ մենք այդքան ճղում ենք։ Ասում ենք այդ ավելի պարզել, ինչ ասենք, որ դրա դեմն առնելու մի ձև կա։ Նորմալ ուժեր ձևավորել, նորմալ համախմբվել եւ միասին գնալ այդ խնդիրը լուծել, որովհետեւ այս իշխանությունը երբեք չի ցանկանա, որ այլ ընտրանք ստեղծվի։ Խանգարելու է իր համար իդեալական տարբերակը իր գործընկեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, ու պետք չի մեզ համոզել, թե իրանք իրար դեմ հակառակորդ են։ Իրանք լավ էլ իր այդ համատեղ աշխատում են։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։